Գնդերեց Արթուր Գևորգյանը Facebook-յան իր էջում պարզաբանում է տարածել, անդրադառնալով վերջին օրերին հանրային դաշտում շրջանառվող լուրերին եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման մանրամասները։ Ըստ հոգեվորականի, ինքը եւ եւս 16 գնդերեցներ մասնակցել են զինված ուժերի խորհրդակցությունների դահլիճում կայացած հանդիպմանը, որի ներկա են եղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը եւ Բարոյա հոգեբանական ծառայության պետը։ Արթուր Գևորգյանի պնդմամբ հանդիպման ընթացքում իրեն ուղղվել է հստակ հարց, ինչպիսի վերաբերմունք ունեն այսպես կոչված բարենորոգման շարժման նկատմամբ։ Արթուր Գևորգյանի պնդմամբ հանդիպման ընթացքում իրենց ուղղվել է հստակ հարց, ինչպիսի վերաբերմունք ունեն այսպես կոչված բարենորոգում շարժման նկատմամբ, եւ միանում են դրան, թե ոչ։ Հոգեվորականը նշել է, որ խոսակցության համատեքստում հիշատակվել է նաեւ գնդերեցների աշխատավարձի նվազ լինելու փաստը, ինչը հոգեվորականը որակել է որպես իրենց գնելու փորձ։ Բացի այդ, գնդերեցը հայտնել է, որ Շիրակի կայազորի պետ գեներալ Բուդաղյանը շուրջ 2 ժամ փորձել է համոզել իրեն միանալ հիշյալ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Բարոնայք չինովնիկներ, իմ եւ իմ գնդերեց հոգեվոր եղբայրների անունից հայտարարում եմ, մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն եւ մեր Սուրբ եկեղեցուն, գրել է Արթուր Գևորգյանը, հավելելով, որ իրենք հավատարիմ են մնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդել է ամբողջական եւ անկախ բժշկական փորձաքննություն նշանակել Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը գնահատելու համար, նաեւ գնահատել առողջական վիճակի փոփոխությունները կալանքի ընթացքում, ինչպես նաեւ Ղուկասյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ հաշվի առնելով նրա կյանքին սպառնացող ռիսկերը։ Փաստաբանը երկար թվարկել է բոլոր հիվանդությունները, որոնք առկա են Վարդան Ղուկասյանի մոտ, նշելով, որ 2026 թվականի հունվարին արձանագրվել է, որ Վարդան Ղուկասյանի մոտ կա սուր սրտամկանի ինֆարկտի առաջացման բարձր ռիսկ, ծանր բարդություններով եւ մահվան հավանականությամբ։ Արդեն 3.5 ամիս է Վարդան Ղուկասյանը ընդամենը 15 քառակուսի մետր տարածքում է պահվում, փակ խցում, որն ունի 2 փոքր պատուհան, չի օդափոխվում, սանհանգույցը բաժանվում է միայն վարակույրով, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է։ Վարդան Ղուկասյանին չեն տեղափոխի հիվանդանոց։ Ուրեմն կուզենայի նախ ներկայացնել ընդհանուր մեր 5 հիմնական քայլերը տնտեսական, որը ուզում ենք մեր Հայաստանում բերենք։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական վերակենդանացման 5 հիմնական առաջնահերթությունները, որոնց նպատակը երկրում բարեկեցության նոր մակարդակի հաստատումն է։ Ծրագրի առանցքային դրույթներն են 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի զրոյացումը, մինչև 115 միլիոն դրամ շեմի դեպքում, տեղորայքի գների էժանացումը, գյուղատնտեսական մթերման կայանների հիմնումն ու 20,000 մատչելի բնակարանների կառուցումը։ Նարեկ Կարապետյանի պարզաբանման փոքր ձեռնարկատիրության հարկային արտոնությունը պետական բյուջեի համար լուրջ կորուստ չի լինի, քանի որ այդ ոլորտի մասնաբաժինը եկամուտներում կազմում է ընդամենը 2.5%, սակայն դա հնարավորություն կտա տասնյակ հազարավոր քաղաքացիների ազատ շնչել եւ ընդլայնել սեփական գործը։ Մեր բյուջեի ընդամենը 2.5%-ն է, որ վճարում է մեր բիզնեսների 70%-ը։ Բոլոր փոքր բիզնեսները վճարում են ընդամենը մեր հարկերի 2%-ը, 2.5%։ Ինչ է սա նշանակում, որ եթե մենք այս մարդկանց ազատենք, մեր հայրենակիցներին ազատենք հարկերից փոքր բիզնեսին, նրանք արագ կմեծանան, նոր աշխատատեղեր կստեղծեն, ավելի արագ կդառնան միջին բիզնես, իսկ բյուջեն մեծ վնաս չի կրի, իսկ 2.5%-ը ես վստահեցնում եմ ոչ թե 2.5%, այլ տասնյակ տոկոսներ մենք ունենք ծրագրեր, որոնք կավելացնեն հարկերի եկամուտները, դա արդյունաբերականացման ծրագիրն է, դա նոր աշխատատեղերի ստեղծելու ծրագիրն է, դա զբաղվածության ընդհանուր ծրագիրն է մեր, ինչպես նաև 20,000 մատչելի բնակարանների ծրագիրն է, որը շինարարության մեջ մեծ շահույթ է տալու։ Իտալիայում մեկնարկել են 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Բացման արարողությունը տևել է մոտավորապես 3 ժամ։ Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։
Նիկիտա Ռախմանի եւ Կարինա Ակոպովա զույգը փետրվարի 15-ին կարճ ծրագրում պատրաստվում է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտեին գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե միջազգային մարզական միջոցառումը պետք է ապաքաղաքական մնա, իսկ նման ծրագրի ընտրությունը ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի եւ հակասում է օլիմպիական արժեքներին։ Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը։ Կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից եւ Բելարուսից։ Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու 16 մարզաձևերում։ All right, absolutely. How you doing? Մինչ Իտալիայում զբոսաշրջիկները վայելում էին օլիմպիական խաղերի շունչն ու ոգևորված սպասում բացման արարողության մեկնարկին, տեղացիները բողոքի ալիք էին բարձրացրել այս գվարդիայի հակահումանիստական քայլերի դեմ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ուշադրություն դարձնել գեղեցիկ արարողակարգի ֆոնին տեղի ունեցող անարդարությանը եւ չոտնահարել հասարակ քաղաքացիների իրավունքները։ Օրերս Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի գրասենյակը հայտարարել էր, որ երկրում սպասվող կարևոր իրադարձության եւ բողոքի ցույցերի ֆոնին ուժեղացվել է անվտանգության ծառայությունը միջադեպերից խուսափելու համար։ Սա ակցիա իրականացնելու առաջին դեպքը չէ, ուստի վարչապետի գրասենյակը նախապես էր պատրաստել անվտանգային ուժերը։ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Իտալիային ժամանել ինչպես մարզիկներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱՄՆ-ից ժամանել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Նրանց դիմավորել է անձամբ Իտալիայի վարչապետը։ Օմանում ԱՄՆ-ի հետ անուղակի բանակցությունների առաջին փուլը լավ սկիզբ որակելուց հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դոհա, շարունակելու տարածաշրջանային դիվանագիտական խորհրդակցությունները։ Չնայած երկխոսության պատրաստակամությանը Թեհրանը վերահաստատել է իր անդրդվելի դիրքորոշումը, հրաժարվելով դադարեցնել ուրանի արստացումը կամ այն երկրից դուրս բերել։ Այս ամենը ցույց է տալիս, որ միջուկային հարցում կողմերի միջև դեռ լուրջ տարաձայնություններ կան։ Արաբական ծովում Միացյալ Նահանգների ավիակիր խմբավորման ներկայությունն ընդգծում է Թրամփի վարչակազմի սեղմ ժամկետներում զիջումներ կորզելու եւ ռազմական հնարավոր հարվածը դիվանագիտական պարտադրանքով փոխարինելու ռազմավարությունը։ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ Եվրահանձնակատար Մարտակոսի բանակցությունների արդյունքում կողմերը վերահաստատել են Թուրքիայի որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը։ Կարևորվել է գործակցության խորացումը Սև ծովի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, էներգետիկայի, տրանսպորտի եւ տնտեսական ինտեգրման ուղղություններով։ Ողջունելով վիզային ռեժիմի դյուրացման եւ փախստականների աջակցության ծրագրի դրական դինամիկան, Եվրոպական կողմը միաժամանակ շեշտադրել է ժողովրդավարական չափանիշների պահպանման անհրաժեշտությունը ու պատժամիջոցների շրջանցման կանխարգելման հարցում Անկարայի հետևողականության կարևորությունը։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Գազայի հյուսիսային Ջաբալիա եւ Բեյթ Լահիա բնակավայրերը։ Անկլավի առողջապահական մարմինների հաղորդմամբ զոհվել է 2 քաղաքացի։ Ռազմական գործողությունները շարունակվել են Անկլավի հարավային եւ կենտրոնական հատվածներում։ Իսրայելը հայտնել է, որ իր գործողությունները պատասխանն են սահմանային գոտում իր զինվորների վրա կատարված հարձակումների։ Այդ պատճառաբանությամբ իսրայելական զինուժը ռմբակոծել է բնակելի տներ։ Չնայած հոկտեմբերի 10-ից միջնորդավորված հրադադարի արկայությանը շարունակվող այս հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվն արդեն հասել է 574-ի։ Իսլամաբադի շիական մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, 169 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են կասեցնել հարձակվողի մուտքը սրբավայր, ինչից հետո վերջինս գործի է դրել պայթուցիկ սարքը։ Պակիստանի բարձրագույն ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Երկրի ուժային կառույցները փորձում են դիմակայել սահմանամերձ շրջաններում ակտիվացած զինյալ խմբավորումների եւ միջդավանաբանական հողի վրա հրահրվող բռնությունների նոր ալիքին։